Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում դարձյալ բարև ես եմ հաղորդաշարն է, այնպես որ հարմարավետ տեղավորվեք եւ տրամադրվեք առաջիկա 40 րոպեները նվիրել զրույցին։ Իսկ այսօրվա իմ զրուցակիցն է մարդ, ում ճանաչում են գրեթե բոլորը, ում ընդունում են գրեթե բոլորը անկախ ճաշակից, մասնագիտությունից եւ կրթությունից։ Մարդ, ով դրսևորվել է եւ մեր երկրում, եւ օտար երկրներում, եւ այդ ճանաչումը անկախ նրանից, որ տարիներ շարունակ այստեղ չի եղել, պահպանվել է սերը նկատմամբ եւ կարիքը նրա հասարակության մեջ։ Ձախ Հարութ, նույն Հարութ Փամբուկչյան։ Համեցեք մեր զրույցին մասնակցելու։ Բարի երեկո, պարոն Փամբուկչյան, եւ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շատ կուզեմ զրույցը սկսել ձեր մասնագիտական ընտրությունից, որովհետեւ կարծես թե անհատի դրսևորումը դարձյալ արվեստն է, բայց երաժշտ արվեստն է, բայց սկիզբը այլ արվեստի մեջ է եղել։ Ասեմ, ես մասնագիտությամբ քանդակագործ նկարիչ եմ, ավարտել եմ 72-ին Փանոս Թելեմեզյանի գեղարվեստի ուսումնարանը եւ նույն ժամանակ երգում էինք նորարիշի համարետ կուլտուրայի տանը Երևանի վոկալ գործիքային անսամբլում էինք ձեր իսկ հիմնած այո եւ 75-ին ճաղատագրի բերումով հայրս մահացել այստեղ մորս հետ մենք տեղափոխվեցինք Լիբանան, որտեղ 2 ամիս հետո սկսեց քաղաքացիական պատերազմը եւ ստիպված եղանք մեկնել Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, այս 40 տարի է, որ բնակվում եմ Լոս Անջելեսում։ Ինձ ավելի շատ գիտեք ինչն է հետաքրքիր։ Արվեստը ստեղծագործելու այն ամենակարևոր հնարավորությունները տալիս է, այսինքն ճաշակ ձևավորելու, ստեղծագործական միտք ձևավորելու հնարավորությունները տալիս է պատանի երիտասարդ տարիքում։ Որքանով է ներազդել գույնի արվեստը, նկարչական արվեստը ձեր երգեցողության վրա։ Եվ արդյոք, օրինակ, չգիտեմ, Երևանի փորձերի ժամանակ բարբերաբար նկարել եք կամ քանդակագործել եք կամ փորձից հետո ոգեշնչվել եւ աշխատասենյակում տրվել եք արվեստի այդ ճյուղին։ Գիտեք ինչ, ես հիշում եմ, երբ որ սովորում էի ուսումնարանում, երբ որ հիմա բեմի վրա երգում եմ, ես նույնիսկ պահերը, նույնիսկ ժամերը եմ հիշում, թե ու բեմի վրա երգելու ժամանակ զգում եմ, որ այդ ժամանակվա սովորած գեղարվեստի ուսումնարանում ինչքան է օգնել ինձ բանի մեջ արվեստն է տարբեր բնակավարների արվեստներ են բայց արվեստի հիմքում ընդհանրապես ընկած է նույն զգացողությունը այստեղ երգի մեջ հնչողականությունն է ռիթմն է իսկ դրա մեջ գույնն է եւ ծավալն է որը օգտագործում է քանդակի մեջ տարբերությունը այդ է միայն նյութն է տարբերությունը, բայց ինչ որ սովորում ես, ինչ որ սովորել եմ ես ուսումնարանում, ինձ շատ է օգնում հիմա բեմի վրա երգելուց։ Շատ-շատերը ես քանդակագործ ընկերներ ունեմ, օրինակ Գոջաբաշյան քանդակագործ իմ ավակ ընկերն է ու երբ որ ես Լոս Անջելեսում երգում եմ, ինքը ինձ ասում այդտեղ ես զգում եմ թե դու երկի ժամանակ ոնց որ քանդական ես։ Շատ հետաքրքիր է ինձ, բայց զգում եմ, որ այդ օգտակարությունը, զգում եմ, որ կրթությունը շատ կարևոր է ընդհանրապես արվեստի մեջ։ Իսկ բարբերաբար անդրադառնում եք նկարչությանը, այսինքն տխրության կամ ուրախության պահերին։ Գիտեք ինչ, ես որ շատ մխրճվեցի երգի մեջ։ Դե գիտեք ինչ, Միացյալ Նահանգները այնպիսի մի երկիր է, որ ապրել է պետք, աշխատել է պետք,
Եվ կամա թե ակամա նկարչությունը, քանդակագործությունը մնաց երկրորդ պլան եւ ես մխիճվեցի երկարվեստի մեջ երբ որ տեսա որ ժողովուրդը սկսեց գնահատել, սկսեց սիրել սկսեցի շարունակել եւ իհարկե ես նկարում եմ ես քաղաքից դուրս առանձնատուն ունեմ Փարսվինք կոչված անապատային մի քաղաք է, բայց ռիզորտ քաղաք է, բոլոր արվեստագետները, կինոդերասանները, երգիչները բոլոր այնտեղ տուն ունեն։ 1.5 ժամ հեռու է Լոս Անջելեսից, կանաչների մեջ, ծառերի մեջ, փալմի ծառերն ամբողջ խորմայի ծառեր են, շատ գեղեցիկ քաղաք է։ Եվ այդտեղ ազատ ժամանակս զբաղվում եմ երգով, երաժշտությամբ, ձայնագրության գործիքներ ունեմ այնտեղ անձնական ստուդիո եւ միևնույն ժամանակ քանդակներ եմ անում, փոքր էսքիզներ եւ նկարներ։ Շատ-շատեր ասում են, հարուտ գիտես, ich մի հատ ցուցահանդես արա, բանը ժողովուրդը շատ կինոդերասաններ միևնույն ժամանակ նկարում են, բայց ես ավելի գիտեք ինչ, գերադասում եմ մի գործը եթե չես անում տարիներ շարունակ, եթե մի լեզու չես խոսում, աստիճանաբար սկսում ես մոռանալ, նույնն էլ նկարչության քանդակագործության մեջ է, բայց վստահ եմ, որ ավելի երգի մեջ ավելի եմ առաջացած, որովհետև արդեն 40 տարի դարել է իմ օրվա կյանքը, դարել է իմ առօրյան, դարել է իմ հացը։ Բայց այդուամենայնիվ երաժշտության մեջ ակադեմիական կրթություն չունեք, այսինքն եթե այնտեղ տիրապետում եք այդ բոլոր գործիքներին, հմտություններին, այստեղ ձեր ներազդող ուժը բոլորովին այլ է։ Առանց այդ գործիքներին տիրապետելու թեպետ նվագում եք եւ կիթառ, նվագում եք եւ դհոլ, հարվածային գործիքներ եւ դաշնամուր եք նվագում։ Երբևէ զգացել եք պակասը նոտա ճանաչ լինելու կամ օրինակ չգիտեմ ստեղծագործություն եք գալիս ինչ որ բան ուզում եք նայեք ասում շատ կարևոր է երգչի համար ասենք նոտագրություն իմանալ, նոտա իմանալ ես դա չգիտեմ ամենաանկեղությամբ կարող եմ ասել բայց գիտեք ինչ գիտեմ գիտեմ ինչ երգ եմ որ ինձ հարմար լինի իմ հարակներ, իմ չափից ինչ որ չեմ հասկանում, ինչ որ չգիտեմ, այդ ոլորտը չեմ նետվում, ինչ որ գիտեմ, այդ եմ անում, նախ գիտեմ երգերը զատել, ինչ երգ եմ, որ հարմար լինի ինձ համար, գիտեք ինչ, և մի բան էլ չեմ սիրում անել, չեմ սիրում ժողովրդի գլխի համար գլխարկ կարել, որ ցավոք սրտի մեր շատ երգիչներն են անում, ես, դու, նա, սենց փորձում են երկեր, որ սա շուկայի մեջ լավ կծախվի, սակվի մեջ լավ կսերվի։ Ես ավելի տուր տալիս եմ իմ ճաշակին և ավելի շատ տուր տալիս եմ զգացականությանը, էմոցիոնալությանը և կարծեմ դա ինձ մոտ ստացվում է։ Ես դրա մասին ուզում էի խոսել, իսկապես զգայական դաշտի վրա եք ներազդում հասարակության ունկնդրի և դրա հաշվին երևի թե գրեթե բոլոր սերունդները, եթե նույնիսկ չեն այս պահի դրությամբ չեն լսում, բայց ճանաչում են, կարող են մի քանի մեղեդի երկանպայման նշել, իսկ կա մի սերունդ, որը դաստիարակվել, ձևավորվել է ձեր երաժշտության վրա։ Ինձ հետաքրքիր է դուք որպես անհատականություն ում երաժշտության վրա եք ձևավորվել։ Ով է եղել այն երանելի երաժիշտը, ով եւ տխրության ժամանակ է հասել օգնության, եւ զայրույթի, եւ ինքնակրթության, բոլոր պահերին։ Նախ առաջիներն ասեմ, իմ դպրոցը եղել է մայրս, որ հիանալի ձայն ուներ և երգում էր, շերամ էր երգում, կոմիտաս էր երգում, հավաս էր երգում և մինչև հիմա երգեր կան, որ ես երգում եմ այնպես, ինչպես որ մայրս է երգել։ Դա իր հերթին։ Ես երիտասարդ տարիքից, երբ որ վոկալ գործիքային անսամբլում էինք, երգում էինք rock and roll, երգում էինք Beatles, Rolling Stones, տրադիցիոնալ rock and roll, ինչպես նաև շանսոնի է, Շարլ Ազնավուր, Ադամո Մարգարյան, իսկ անգլիալեզու երգիչներից Frank Sinatra, Ray Charles,
մեծ դրանք եղել են իմ դասատուները։ Իսկ Ազնավուրը կամա թե ակամա եղել է ուսուցիչ իմ համար, որովհետև իր ոչ մի համերգը, երբ որ ամեն տարի ինքը անպայման Կալիֆոռնիա, Լոս Անջելեսում լինում է, ոչ մի համերգը բաց չեմ թողել իրեն եւ պարզապես ինքը կախարդ է երգի մեջ եւ շատ սովորել եմ իրենից, նայելով սովորել եմ եւ ինչպես արդեն եմ ունեցել ամերիկյան հսկաներին լսելու, որ ինձ համար դա եղել է երգի դպրոց, բայց մի բան ասեմ, այստեղ ես այդ ռոք-ն-ռոլը որ երգում ենք մենք կուլտուրայի տանը, նոր Այշի համար այդ կուլտուրայի տանը, ես միևնույն ժամանակ չի բացառում ամեն երեկոյանները կուրսանական երաժշտություններին տալիս միշտ եւ Արամ Մերագունյանի աման ժողովրդիկների Ռուբեն Մաթեոսյանի Բելադարվինյանի նրանց կատարումը ես դրանք որ լսում էի իմ սերնդակից բոլոր ասում են այդ ինչ ես լսում ասում եմ նայեք մենք եթե ռոք-ն-ռոլ երգում ենք մերն էլ պետք է բանանենք կարող ենք լսել եւ ես սկսեցինք դրամ աշխատելու համար, որտեղ այդ կուլտուրայի տանը դրամ մենք չենք կարող աշխատել։ Ինչ մեխ ես թաքցնեմ, սկսեցինք մի հարսանիքների միևնույն ժամանակ գնալ։ Իսկ հարսանիքներում պիտի երգես հայկական երաժշտությունների ժողովրդիկների նման դոլ պետք է լինի, կլարնետ պետք է լինի։ Հակառակ դրան ես այդ ժամանակ հայկական հարսանիքների երևի առաջիններից եմ եղել, որ օգտագործում էի, ես ասում եմ լավ հասկացանք, դուք դոլով նվագեք, ես ուզում եմ հարսանիքներին գիտարով նվագեմ, գիտար հետո ուդել եմ ես նվագում, ուդով նվագել եւ հարվածային գործիքներ եւ սինթեզայզերներ, բաս գիտար եւ դա յուրօրինակ մի ճանապարհ դարձավ երաժիշտների համար եւ Լոս Անջելեսում 1976 թվականի առաջին ձայնաբնակը լույս տեսավ ուրերասված վենագրով մեր Արտուր Մեշյանի երգն ինչպես գիտեք եւ դարձավ դա մի ճանապարհ եւ շատ-շատերը իմացում են որ հարուտ իսկապես ինչ որ դու սկսեցիր այդ ճանապարհը բացել եւ հիմա մենք այդ ճանապարհով գնում ենք եւ օգտագործում ենք եւ իրենք էլ իրենց հաջողություններն ունենում, որի համար ես շատ ուրախ եմ։ Հետաքրքիր է իսկապես ճանապարհ բացել ամենադժվար գործերից մեկն է իրականում, որտեղ առաջինը լինելը, իհարկե առաջինը լինելը միշտ դժվար է, բայց անդրադարձակ ուրեր Աստված ստեղծագործության, ինձ հետաքրքիր է հավատքին ինչպես եք վերաբերվում, որովհետև ձևավորվել եւ ծնվել եք մի երկրում, որը խորհրդային էր այդ ժամանակահատվածում եւ աթեիզմն էր տարածված, այսինքն կրոնը փակ, չքննարկվող թեմաներից մեկն էր։ Տեղափոխվել եք Լիբանան եւ հետո արդեն կապիտալիստական երկիր, որտեղ հնարավորությունները շատ են ու միանգամից են, վերաբերմունքը կրոնին եւ որքանով այն օգնել կամ խանգարել ձեզ, եթե ծայրահեղ չեմ, բայց մեր տան մեջ աղոթքան պակաս է եղել, նույնիսկ մենք սեղան ենք նստում, առանց աղոթքի կերակուրին ձեր չենք տալիս։ Եվ նույնիսկ ես մի աղոթք էլ գիտեմ, որ ճաշերա երևի շատ-շատերը չգիտեն, օրինակ մայրս ասում էր, հայդը տղաս մեկ այսօր տուն աղոթ է, եւ ես աղոթում եմ, ով հայր օրների մեր սեղան, թող բարիքներդ հոստեղան, դուր մեզ գողսիտ մանավանդ, որ միշտ փառք տանք Սուրբ անվանդ։ Եւ սենց օրնված արդեն օրնված եւ պապաս մամա շատ էին ուրախանում որ ես աղոթի եմ եւ հետո մի անգամ էլ մայրս ինձ ասեց տաս ասեց քեզ մի հատ երգը սորվեցնեմ մինչեւ կյանքիդ վերջը կհիշես ինձ մի հատ երգ սոր ասեց ինքը հոգեվոր Ամերիկայում գասպել են ասում դրանք հոգեվոր երգ է Հիսուսի մասին եւ այդ երգը առաջի տոն ասեմ շրջեսա Տեր իմաստված ծովուցամակ դիտեցի լերձորուդաշ շարունակ դիտեցի երկինք ծովեր ածխենի սփյուր սարսեսա կողներուն գոցում են բյուր չգտա ով Տեր Հիսուս քեզնից զատ փրկի չոքվույս sense մի հատ երգ հա ուրեմն այս երգը երբ որ առաջ անգամ ես ամեն տարի հայկական ծննդյան օրերին հերոստատեսությամբ երգում էի եւ մարդիկ բան է զանգում էին վերցեցի տելեֆոն եւ մի հատ մայրիկ sense արեց
As ով ես տուն, ասի մայրիկ ես հարուտն եմ, հա տուն ես, ասի տաս, երբ որ ես քեզի TV մեջ կտեսնայի, գգարձեի, որ սատանա ես, բայց հիմա տեսնում եմ, որ դու աստվածավախ ես և գիտեք ինչ եմ, դա արդեն երբ որ փողոցում տեսնում ես կամ եկեղեցի վակում հանդիպում ես մարդկանց, որոնք մոտենում են աղոթում են քո համար, ասված քեզ վայ ապրես դու շնորհալի ես դու մեր ազգին, պետք է ինքնստինքյան արդեն հոգիդ փառավորում, այ լցվում է սիրտդ եւ ուրախությամբ։ Իսկ դա փոխանցում եք ձեր որդուն։ Տեսեք, ձեր մայրը փոխանցել է, դա ձեզ օգնել է, դա ձեզ ուժ է տվել եւ ավելի է մեծացրել այն սերը, որը դուք ինքներդ վաստակել եք։ Այո, դե գիտեք ինչը, ինչ որ ես իմ տան մեջ եմ տեսել, նույնն էլ իմ տան մեջ եմ անում, տղաս չգիտեմ ինչի է որ մենակ նալում, խաչ անում նորա սկսում դման կերակուրը ուտել իրա, չգիտեմ ինքն էլ երևից ամեն մարդ յուրովի է արտահայտվում իրա բանի մեջ, բայց վստահ եմ որ շատ բարի զավակ եմ մեծացրել, որ հետը սկսի խոսել, կասես եսի ոչ թե երևանցի, կասես գեղցի է, գյուղից այկել։ Ես ձևի մեկն է, լեզուն շատ լավ դերապետում է և մասնագիտությամբ ձայնագրման ինժեները, ավարտել է Հոլիվուդի ամենալավագույն ձայնագրման ստուդիոն և Warner Brothers movie ընկերության մեջ կինոնկարների սաունդթրաքներն են ձայնագրում, լավ գործ ունի, շնորհքով տղա եմ մեծացել, որի համար ուրախ եմ։ Դե ուրիշ կերպ ինձ թվում է չերել կարող լինել։ Այո։ Ինձ հետաքրքիր է, տեսեք 12 տարեկանից առնչվել շփվել եք ձեր կնոջ հետ։ Այսինքն ստեղծագործական, ընկերական, մարդկային բոլոր որակների ձևավորումները, խմորումները միասին եք անցել այդ ճանապարհը։ Եվ կարծում եմ, եւ նույնիսկ վստահ եմ, որ հաճախ միջամտել է, չէ, աշխատանքին, այս ստեղծագործությունը արի այսպես կատարի կամ այս ստեղծագործությունը մի կատարի, անընդհատ թիկունք եք ունեցել, որը ընտրության հարցում օգնական է եղել, բոլոր հարցերում շարժիչ ուժ է եղել։ Տղան շարունակում է արդյոք այդ, հատկապես եթե կրթական առումով այդ իրավունքները ունի, ինքը կարող է ասել։ Ոչ թե իրավունքները ունի եւ ինքը ասում է, պապ, էսի չես երկելու այս երկը։ Սենց մի անգամից։ Ռուզանան տեխնոջս որ կորցրեցի, միշտ իմ կողքին է եղել եւ իմ ձայնագրությունների մեջ, որտեղ որ աղջկա ձայն դեպել է ձեր ականջին, ինքն է եղել։ Ինքն էր, բայց ինքը ասում էր, դու երկը լավ ես հասկանում։ Իմիջիալից դաշնակահարու եղել, Տիգրան Շուղաջյանն ավարտել, բայց չէր սիրում ինքը երկեր, բայց ես ենես որոց երկրացում եմ, որ շատ անուշտանումներ և շատ լավ էր երկում։ Ինքն էր դա անում, բայց ինքը որ հիմա չկա, տղաս լրիվ այդ գործը կարող են անել և գիտեք ինչ է, նախ առաջին ներդին տղաս կլասիկ դաշնակահար է և ոչ մի անգամ չփորձեց ինքս ինձ նմանվել, որովհետև մի անգամ իրեն հարցրել են դու էլ հորդ նման երգում ես, գիտեք ինչ էր պատասխանել, ասում էր եթե ես պետք է երգեմ, հորից ես լավ պետք է երգեմ, որ երգեմ, իսկ եթե ինձ պետք է ծափարեն իմ հայրը հարուտն ասելով, այդտենց ծափարությունները ես չեմ ուզում, սենց եկան ինձ ասեցին, ասի ես այն տղան հա, որ ես ձևի, այսինքն կարծում եմ ճիշտ է, չէ, պատասխանել, բայց կնստի դաշնամուրի առաջ 6 տարեկանից դաշնամուրի դասերի է գնացել և հրապուրված է կլասիկայով, կլասիկ երաժշտությամբ, որը ինձ շատ է դուր գալիս, նոտան կարդում է մինչև վերջ, նոտագրությանը տիրապետում է, երբ միևնույն ժամանակ այդ գործը գիտի, որ կապված ամերիկյան արվեստի, ճաշակի մասին չեմ խոսում արդեն, և իմ ձայնագրությունների, ամբողջ ձայնագրությունները ինքն է անում, և իմ խորհրդատունն է, իմ ընկերն է, իմ եղբայրն է, իմ զավակն է, իմ ամեն ինչն է։ Իսկ այսօրվա իր կերպարի մեջ ավելի շատ տեսնում եք ձեզ, թե ձեր տիկնոջը, եւ ավելի շատ տեսնում եք ձեր աշխատանքը, թե ձեր տիկնոջ աշխատանքը։
չգիտեմ, ասում են տղազավակները ընդհանրապես մոր կողմն են քաշում։ Ես ավելի զգացմունքային եմ, շատ ծանր եմ տանում Ռուզանի կորուստը, բայց ինքը շատ ավելի, ինքը ինձ ուժեր տալիս է, այդ ժամանակ ասեր, պապ, մամային մենք շատ ենք սիրում, բայց կյանքը շարունակվում է, և ասում էր, դու իրանք չունես կոտրվելու, որտև դու ամբողջ մի հայ ժողովուրդ ունես, որ քո կողքին է, սիրում են քո երգերը, պետք է ապրենք ու հարատևենք իրար, այդ սենզեր ասում ինձ ուժեր տալիս։ Ավելի շատ զգացմունքայնությունը և ավելի շատ այդ կորստի դժվարությունը պայմանավորում եք նրանով, որ բաներ կա, որ չեք հասցրել իրեն ասել, բաներ կա, որ չեք հասցրել գնահատել այնպես, ինչպես պիտի գնահատեիք, թե որովհետև պարզապես այդ սերտ աճումը, այդ արդեն մեկ մարմին, մեկ միտք դառնալը։ Անկեղծանամ քո հետ, ինձ ասում էր, Հարութ, դու լավ ամուսին չես եղել իմ համար, բայց շատ լավ մարդ ես։ Դու իմ զավակի համար հիանալի հայր ես եղել, ասում դա ինձ հերիք է, դա ինձ բավարար մանրի։ Եվ երևի խղճի խայտն է մի քիչ ինձ տանջում, որտև ես լավ մարդ եմ, ես կարող եի ավելի լավը լինել, բայց ջահելությունը կարծեմ երիտասարդությունը իր գործն արել է, երբ որ շուկայում ես, երբ որ ժողովրդի մեջ ես, դրանք մարդկային թուլություններ են, որոնք ես ունեցել եմ, որ չեմ հպարտանում դրանով, բաներ եմ արել, որ ատում եմ ինքս ինձ այդ բաների համար, բաներ կան, որ արել եմ, և բաներ էլ կա, որ կարող էի անել ու չեմ արել։ Գիտեք, մեր հայ տղամարդիկ ընդհանրապես պիտի խորոզ բնավորություն են, չէ, մենք ենք, ես եմ, մենք ենք, մեր ասածը պետք լինի, ոչ, այնտենց չի։ Մենակ տղամարդը ոչ մի բանի պետք չի։ Հիմա ես ասում եմ, տղայիս ասում եմ, տղաս դու պետք է ամուսնանաս, որովհետև տես ինչ մենակ եմ ես, դու պետք է ինձ գիտես ինչ ասում պապ ասում ես էլ 38 տարեկան է տղաս, իրանցի ասում պապ ես մամայի նման մի հատ աղջիկ որտեղ ես պետք է գտնեմ, գիտես տղա երեխեքը իրենց կերպարի մանացումը, մաքրությունը պայմանավորում են իրանց մորով։ Ասում եմ տղաս մաման չկա հիմա, բայց դու մեկին պիտի վստահես ինքդ քեզ, մարմինը, թոքիդ, ամեն ինչդ, կյանքդ, իմ ու մամայի հետ ամեն ինչ ստացվեց, մենք ապրեցինք իրար հետ կռիվանելով, իրար հետ սիրելով, իրար սպանելով, ապրեցինք ու դարձանք իրար համար հարազատ, անփոխարինելի մարդիկ։ Դու էլ այդ բաները, դու ինձանից ասում եմ ինչով ես լավ, դու էլ այդ բաները պետք է անես, պետք է ապրես, որ նոր կարողանաս ում որ ընտրել ես, որ կարողանաս ապրել իր հետ, որ դառնաք իրար համար անփոխարինելի։ Ճիշտ եք ասում, բայց դուք ընտրել եք կամ փորձել եք այդ ճանապարհն անցնել 12 տարեկանից նոր ճանաչելու եւ երբ որ գիտակցությունը հետին պլանում է, գլուխը չի խանգարում եւ միայն զգացմունքներն են, իսկ նա արդեն գիտակցաբար է ամեն ինչը 38 տարեկանում բավականին դժվար է, բայց ես վստահ եմ, որ նա անպայման կգտնի իր կեսին, ձեզ էլ կերջանկացնի զավակներ պարգևելով, թոռներ պարգևելով, որոնք որ կշարունակեն ձեր այդ եւ մտածողությունը, եւ արվեստի հանդեպ վերաբերմունքը, եւ զգացմունքայնությունը, որը կարծում եմ ամենակարևորներից մեկն է։ Թեպետ ես նաեւ համարում եմ, որ ձեր կինը վստահաբար մտածված ընտրություն է արել, այսինքն նա շատ լավ գիտեր, որ եթե Հարութը ծառայելու է հասարակությանը, ժողովրդին, ինձ պատկանելու է Հարութի մի մասնիկը, որովհետեւ ցանկացած շնորհաշատ մարդու կողքին գտնվելով պետք է պատրաստ լինես զոհաբերելու քեզ։ Յուրաքանչյուր մեծ մարդու կողքին կինը ստվերում է հայտնվում, ամենաուժեղ օգնականն է, ամենամեծ շարժիչ ուժն է, բայց լինում է ստվերում։ Ինչ գիտես ինչ էր ասում։ Նախ հումորի զգացողությունն է շատ որ ասում էր Հարութ
ինչի պետք է ես քեզ բանանեմ շերանեմ ուրիշների, շերանեմ բաժանեմ քեզ ուրիշների հետ, դու մենակ իմն ես, դու բեմերում ես, երկում ես, ինչ ես անում, հավաքի պոչետ գիշերը տունը տանել։ Գիտեք ինչ մինչև չես կորցնում մի վատ արժեքը չես իմանում, բայց գիտես ինչ ասոնա, հիմա անում եմ այն, որ ինչ-որ ինքը կսիրեր, ու դա ինձ հոգեպես մի քիչ խաղաղություն է բերում, բայց ավելի խաղաղություն, ավելի լրիվ կխաղաղվեմ այն ժամանակ, երբ որ տղաս ամուսնանա, մի հատ աղջիկ զավակ ունենա, անունը դնեմ Ռուզան, նոր կխաղաղվեմ ես։ Մոտ ապագայում միանշանակ ձեր երազանքը ի կատարածվելու ու Ռուզանը նոր կերպարով վերադառնալու է ձեզ օգնելու։ Ռուզանի սիրված ստեղծագործությունը ձեր երգացանկում ո՞րն է եղել եւ առհասարակ դուք ինքներդ ձեզ լսում եք։ Ես ինքս ինձ լսում եմ, գիտես ինչ եմ ասում, ամեն անգամ ես ձայնագրություններ ունեմ, որ չեմ հպարտանում, որ դրանք ձայնագրել եմ, ջալի ժամանակ սխալ ձայնագրություններ են, ձայնագրություններ կան, որ հիանալի ամեն ինչ պերֆեկտ, ամեն ինչ ճիշտ, 3-4 անգամ լսելուց հետո սկսում եմ սխալներ գտնել արդեն մեջ, ասում եմ, այդ տղարուց ստեղից ինչ ես արել դու, կարայրի ավելի լավ աներ, բայց երկը կայացել է արդեն, օրինակ My Life երկը կա, իմ կյանքը Համոսայանի բառերով, այդ երկի իմ ավերներ ա գործում, աշխարհում, թե Նարեկ Դուրյանի երաժշտությամբ եւ Համոսայանի բառերով, բայց տեղերը գալիս նստում եմ, ասում եմ, կարող է ավելի լավ անել, Իսկ որպես ունկնդիր, ոչ թե լսեք, գնահատեք, սխալներ գտնեք կամ հակառակ գոհնակություն հայտնեք, ուղղակի երեկոն ուզում եք անցկացնել ինչ-որ երաժշտության ներքո։ Դուք ձեր ձայնագրությունները դնեք ու լսեք, կա այդպիսի բան, թե երկեր որ բանի մեծ երկեր, որոնք իսկապես ասելիք ունեն, ժամանցային երկեր կան, որ մարդիկ դնում են, պարում են, դա ուրիշ խնդիր է, բայց երկեր կան, որ մտածել է տալիս, այդ երկերը լսում եմ, օրինակ վերջին ձայնագրություններից Ռուբենի 50-ից հետո երկը եւ ընդհանրապես Ռուբենի երկերը, որոնք ես կատարել եմ եւ միևնույն ժամանակ լսում եմ, որ 1980 թվականին եմ ձայնագրել Արտուր Մեշյանի Ռեկվիեմը, որի լավագույն ձայնագրություններից է դրանք եմ լսում եւ եթե ասենք որևէ ամերիկացի երաժիշտ որ ուզում է իմանալ ինչ տեսակ ասենք որ ասում եմ I'm a singer which kind of singer ինչ տեսակ երկիչ ես ինչ է քո տեսակը օրինակ ես տալիս եմ այդ ռեկվիեմը ասում եմ արեք լսեք լսում են ու ծռվում են, որովհետև 1980 թվականին տենց երաժշտություն ընդհանրապես հայկական երաժշտության մեջ գոյություն չուներ, թե ձայնագրության առումով, թե գործիքավորման առումով, թե կատարման առումով, ես ինքս չեմ համեմատում Արտուր Մեշյանի հետ, Արտուրը անկրկնելի է իր ձևի մեջ եւ ինձ համար մեր սերնդի կուրքն է եղել ինչպես նաեւ իմ տեսակի մեջ իմ երկած ձևի մեջ անկրկնելի էր այդ ժամանակվա համար եւ մինչև հիմա այդ արտադրիչը որ արտադրել է ձայնագրությունը մինչև հիմա վաճառում է որպես մասոնքի պես առնում են մարդիկ որպես նմուշ մի նոր ձև, ասենք հայկական էսպոպ երաժշտության մեջ։ Իդեպ նշեցիք ձև, ժանր, ինչ տեսակի երաժշտության մեջ եք դուք դրսևորվում, դուք ձեզ որ տեսակի մեջ եք ներկայացնում, այսինքն եթե ժանր լինի, դուք ձեզ ոնց կբնորոշեք։ Չեմ կարող ասել, որտեղ բոլորը երգում եմ ես։ Օրինակ ինձ հարավիրում են երբեմն բացատրեմ, ինձ հարվում են հարսանիք։ Շատ եմ երգել, ասենք հարսանիքների։ Ասում են հարուտ ժամը 12-ին ենք ուզում քեզ մի գիտարով միայն առանց միկրոֆոնի ակուստիկ ու ժամը 7-ից սկսել է հարսանիքը, ժամը 12-ին այդ հարբած ժողովուրդը նստում են, սենց, ու հարուտը իրանց համար գիտարով Երևանի գիշերներում է երգում։ Այդ ժանրի և ինչպես նաև ուրիշ ժանրի երգեր կան, որ
կարծեմ ինձ մոտ ստացվում է ու մարդիկ մի ժամ այդ երաժշտությունն են։ Ես գիտարը դնում եմ, տանում եմ դնում եմ այնտեղ ու սկզբում տուրը դմփոցը ծափզերեն գոցում եք, չզեն գոցում են, նորից բարել ուրախանալ։ Թե աշխուղական եմ երգում, թե ազգագրական, թե հեղինակային, թե հայկական փափ երաժշտությունը, որ այստեղ ռոք են ասում, էստրադային, որ ժամանակին էին ասում, ամեն ժանրի մեջ ես ինձ լավ եմ զգում, բայց ուշ սկսեցում մենակ գիտարով սեղանի վրա 10 հոգու համար կամ 4 հոգու կամ 5 հոգու համար երգել, որ միկրոֆոն պետք չի, միկրոֆոնով բոլորն էլ կարան երգեն։ Այդ գիտարով երգում ես ամեն մի բառը հասկանում են մարդիկ ու չրտնուկներից կախված ամեն մի բառը sense կորզում են վերս մենք այդ եմ սիրում դրա մեջ ես ինքս շատ լավ եմ զգում ես վերջերս մանավանդ տաղաս իմ գործերը կառավարում ասում եմ պապ ես նստում եմ մեքենան գնում եմ ճանապարհի զանգում եմ ասում եմ տղաս ուր եմ երգում ես այսօր ինձ ադրես ստեղի գնա երգելու ինքնա դրանք մանում եւ մարդիկ սկսել են ճիշտ է աղմուկ տարիներով երգել եմ միշտ բայց մարդիկ արդեն ինչ որ միտեղ հոգնել են այդ աղմուկից այդ տուրը դմփոցից ու եւ ցանկանում են լսել երգեր մենակ գիտարով ընտանեկան հավաքույտներ է լինում բայց էսի սկսեց գիտեք ինչից բանի հարուտ ամպլագ են ասում ոչ մի էլեկտրոնիկ ոչ բան չկա հայդատներ կազմակերպում այսպես եւ դրա եկամուտը միշտ բոլոր գնում էր հայդատին ես ոչ մի դրա ձեռնարկներ կան որ ես չեմ վարձատրվում որտեղ նպատակային է նպատակ ունի դրանք տան մեջ կազմակերպում են ասենք 100 ամպլակ 2 ժամ միայն գիտարով երգում եմ եւ իրենք եթե երգեր ուզում են դրանք երգում են եւ տոմսը վաճառում են $500 մի տոմսը մի տան մեջ 300 հոգից մինչեւ 500 հոգի խոշոր տան մեջ անում են եւ գնում երգում եւ այդ բոլոր հավաքված ֆինանսը գնում է կամ հայդատին կամ որևէ մի կազմակերպությանը կամ Սիրիայի միությանը այս վերջերս շատ տարածված է ձևը եւ ես ինձ ավելի լավ եմ զգում այդ ժանրի մեջ որ անմիջապես հաղորդակցում եմ մարդկանց հետ ավելի բաց ավելի վտանգավոր ավելի որովհետև բացարձակ մերկության զգացողություն է չէ ոչ մի օգնող միջոց ժամանակի միջոց չկա միկրոֆոն չկա ձայնը չգիտեմ հզորացնող որևէ գործարք չկա լույսեր չկան որոնք հատուկ շեշտում են կամ փակում ժամանակին ստեղից գալիս են Լոս Անջելես մի հատ CD դնում են գրպանները գալիս են ստեղ դնում են CD-ին մերկ բանում բեմի վրա կանգնում էին եւ բանը մինուսով երգում էին ոչ մեղմ իմ գլուխը չի մետ այդ հասկացում մինուս ժամանակին ինձ թվում է ուղղակի մարդիկ ավելի ոչ թե ազնիվ էին ավելի պարզ էին ժամանակի արագությունը ժամանակի տեխնոլոգիայի զարգացումը իր փոշին դնում է մարդու վրա եւ թույլ չի տալիս արդեն հոգու այդ ազնվականությունը ազնվությունը բացահայտելու իսկ այն տարիները մեզ համար այնքան փակ էին մենք այնքան բան չգիտեինք չենք տեսել չենք էլ պատկերացնում որ բնական է որ մի CD գրպանում երջանիկ կգնայինք ինչ-որ միտեղ բացեի բաց համերգ ներկայացնելու։ Ես անցած տարի Մոսկվայի Կրեմլում 3 համերգ եմ ունեցել, երաժիշտները Երևան եկա այստեղ փորձեր արեցինք 12 հոգանոց երաժշտական Մոսկվայում Կրեմլովսկի 3 համերգ տվեցինք ուրբաթ-շաբաթ կիրակի ամեն օր 10,000 ժողովուրդ կար եւ ինձ սկզբից հարցրեցին ընդերի համերգի հետ մարդի որ գալի հարդ լայվ էս երգելու ասի ինչի ուրիշ երգելու ձև կա որ ես չգիտեմ ասենք ես իման ասում եմ չէ ասում լայվ եմ երգելու մարդիկ զարմանում են որ մի հատ երգիչ լայվ պիտի երգի չի ինչա դրա բան բայց եթե 10,000 հոգի ժողովուրդ եկել ամոթ չի մինուսով երգելը ամոթից բացի ինձ թվում է չէ որ փոխադարձ էներգիայի փոխանակում է եւ եթե կենթանի հնչողություն չլինի ոչ մի էներգիայի փոխանակում տեղի չի ունենա քանի որ խոսեցիք որ
այս պահի դրությամբ ավելի շատ նախընտրում եք ակուստիկ կատարումները, ուղղակի կիթառ, այս կողմով կիթառ, որտեղ ձախլիկ եք, կիթառ եւ ձայնի հնչողություն, շատ կարեւոր է ձայն արտաբերումը, այսինքն շատ կարեւոր է վերաբերմունքը կոկորդին, ձայնին, վարժանքները, արդյոք ժամանակ վատնել եք ժամանակին կամ հիմա որևէ ստեղծագործություն նոր սովորելիս նստում տեխնիկական մշակում անում եք, այստեղ այսպես պետք է երգեմ, այնտեղ 10 անգամ երգում եք, որ բարձրությունը չկա այդ։ Չէ, դա գիտեք ինչա, մարդիկ օղումներ են կատարում, չգիտեմ ինչի ձու են խմում, խնձոր են ուտում, բաներ, դրանք իմ գլուխի չի մտնում, բայց դրանք ամեն ինչ անում են, բայց հետո նստում են երկու տուփ լավ փսացնում են, ծխում են, առանց ինչ է տարբերությունը, եթե խնձոր ես ուտում, ձու ես խմում, որ ձայնդ բացվի, էլ ինչ է ծխում, ինչը, չէ, դրանք ավելերթաբանություններ են իմ համար, գիտեք ինչա, Լուիս Ամստրոնգը տուրբաչ ա եղել, կյանքում դպրոց չի գնացել, բան չի արել, բայց այդ հաստ հիվանդ խրպատածյանով երկում այդ ժողովուրդը 10,000 հոգի լաց են ելնում նստած։ Ինձ թվում է բանով չի, կոկորդը մարզելով չի, բանով չի, որ պիտի կատարելության հաշնես։ Կյանքը մաշած տարիներ է, ինչ ես արել, եթե անցյալ չունես, ապագայել չես կարող ունենալ, ապագան էլ անցյալի պաշարի հարստության վրա է հիմնված միշտ, ես դրան եմ կողմնակից, կարծում եմ երգը ես որ սիրեցի, և որ սիրեցի արդեն որևէ խնդիր չի, երգը դառնում է ձերը, դուք երգի միջոցով փոխանցում եք ձեզ հասարակությանը, արդյոք երբեմն չի լինում զգացողություն, որ չեմ ուզում այլևս, չեմ ուզում առնչություն, շփում, որովհետև բացի այն երգերից, ստեղծագործություններից, որոնք դուք ներկայացնում եք ու դրանք էներգիա են փոխանցում, ես կարծում եմ, որ ավելի շատ էներգիա ձեզնից խլում է մարդկանց ուշադրությունը, որտեղ դուք եք այնտեղ հարյուրավոր մարդիկ են պարտադիր գալիս, մոտենում, զրուցում, անընդհատ ձեզնից վերցնում են։ Չի լինում երբևէ ցանկություն պարզապես հրաժարվելու, մեկուսանալու, կարիերա ասվածին վերջ դնելու, հանգիստ խաղաղ մտորումներին տրվելու։ Այո, գիտեք ինչ, ոնց որ ամերիկյան առածն ասում, nothing is forever, ոչ մի բան անվերջ չէ։ Բայց գիտեք ինչ, ախր ես 3 ժամ համերգ եմ երգում, համերգից հետո 5 ժամ նկարվում եմ։ Այդ երեխեն եկել է, սենց մոր գրգից, սենց ձերքերը տարածել է։ Ոնց կարաս մերժես այդ երեխեն փողոցում եկել է մամայի ձեռից, բան հարուտ, ասում է շոշապի ինձ, ուզում է ձեռ տա։ Չեմ մերժել չգիտեմ, հոգնում եմ երբեմն գետին ընկնելու աստիճանի, բայց չեմ կարողանում մերժել, երևի գիտեք ինչա, եթե այդ ժողովրդականությունը վայելում ես, բարի եղել, փոխադարձ, եթե եկես սիրում են, դրա փոխադարձ մի բանը պտի տաս ժողովրդին անպայման, և տենց հոգնած, տանջված և այսպես ամեն իրիկուն հոգնած ոտքերս բերում են ինձ տուն։ Բայց երևի այդքան էլ հոգնած չեն բերում տուն, որ կարողանում եք ստեղծագործել, շարունակել և երջակացնել այն հասարակությանը, որը կարիքը ունի ձեր ստեղծագործության և ունի ոչ միայն այստեղ, ունի Սփյուռքում, ունի աշխարհում, այն երաժիշտներից եք, ով լեզվական բոլոր խնդիրները հաղթահարել է, մտածողության խնդիրները հաղթահարել է և հասանելի է դարձել բոլորին։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին, որովհետև եթերային ժամանակը սահմանափակ է, գիտեք։ Ունենք ձևավորված ավանդական վերջնահարց։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Հարուտ։ Ես եմ հասկանում եմ հարուտ։ Ախր եսի մեջ ենքան բաներ կան, իմ եսի մեջ կա ամբողջ մի Հայաստան, մի ժողովուրդ, միջելից մի հատ երգ ունեմ ես, երգեր ունեմ 1000 տեսակ, դրա բառերը ես եմ գրել, և այդ երգի մեջ ասում եմ, ունեմ փոքրիկ մի Հայաստան, ինձ համար աշխարհից մեծ, Արիշ, Մանումենտ, Երևան, այդ բոլորն էլ սրտիս մեջ։ Հայաստանցի, լիբանանցի տարբերություն չկա է, թե պարսկահայ, թե սիրիահայ, բոլոր դեք սրտիս մեջ։ Ես եմ ասելով, հասկանում եմ
մի Հայաստանի ժողովուրդ, որի մի մասնիկն եմ ես, մի խոշոր սփյուռքահայ զանգված, որի մի մասնիկն եմ ես, միջին արևելքից մինչև Հաղականի ափերը ավստրալիաներից մինչև Սիբիր, մինչև Մոսկվաներ, մինչև Լենինգրադներ, այդ ժողովրդի մի մասնիկն եմ ես։ Ես եմ ասելով դա եմ հասկանում հարուտ։ Չգիտեմ ինչքանով եմ կարողացել, բայց վստահ եմ, որ այդքան պարկեշություն ունեցել եմ, որ մնամ իմ հայ ժողովրդի հարազատ ծավալը։ Իսկ ֆիզիկապես տեղափոխություն դեպի ակունքներ, դեպի արմատներ, դեպի այն բնակավայրը, որը ձեզ կերտել է։ Այդ հարցին պատասխանը, մենակ գիտեք ինչ է, ժամանակին, որ խորհրդային տարիներին, որը մենք ապրում ենք, այստեղ շատ փոքր էր աշխարհը։ Աշխարհը այդ մեր նորարիշի տանի լուսամուտից դիմացից մի հատ Երևանի բլուրն էր երևում, ու ինձ թվում էր, թե հենց այդ բլուրի հորիզոնում վերջանում է ամբողջ աշխարհը։ Բայց երբ որ դուրս եկանք Հայաստանից, Լիբանան, դրից արդեն Միացյալ Նահանգներից հայրենիք լինելը ինձ համար 12-16 ժամվա պատմություն է։ Փառքացու այդ բաները հաղթահարված են արդեն։ Գիտեք ինչ է, իմ տունն է, այս այն քաղաքն է, ես ոչ քաղաքում այդքան հանգիստ չեմ քայլում փողոցում, ինչպես այստեղ։ Հայրս այստեղ է թաղված։ Մայրս Լոս Անջելեսում է թաղված, Ռոզանս Լոս Անջելեսում է թաղված, պառակտվել եմ սենց, փորձում եմ լինել և որ գոնե ձևի փարատեմ կացությունը, սեյությունս ինչ-որ կամ։ Կարծում եմ կարողացա հարցիդ պատասխանել։ Անսահման շնորհակալ եմ։ Սոնա ջան, ես էլ եմ շնորհակալ այս առիթի համար, որ տրվեց ինձ շփվելու իմ ժողովրդի հետ, դա ինձ հոգեպես բավարարում է և հանգստացնում է։ Եվ քեզ էլ այս գեղեցիկ մի բան կարող կոմպլիմենտ անեմ քեզ։ Ես մեծ սիրով կընդունեմ։ Ինչի հաճախ շատ հաղորդավարներ չեն կարողանում ճիշտ հարցեր տալ ինձ։ Չգիտեմ, սա կոմպլիմենտ էր։ Ճիշտ հարցեր են տրված։ Եթե մեկը կարծում է, որ հարցազրույց վարելը բանը չամիջուտել է կամ այդքան հեշտ գործ է, չի ասի։ Ինձ թվում է յուրաքանչյուր աշխատանք դժվար է, վերաբերմունքն է կարևոր, ինչպիսին վերաբերմունքն է, այդպիսին արդյունքն է։ Անսահման շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Սոնա ջան, եւ այս հաղորդման համար, որ պարգևեցիք ինձ։ Մեծ սիրով միշտ պատրաստ ենք։ Սիրելի հեռուստադիտող, շնորհակալություն նաև ձեզ, այսպիսին էր ձախ հարութը, վստահ եմ, որ յուրաքանչյուրը տեղափոխվեցիք ձեր երիտասարդություն, ոմանք մանկություն, ոմանք մտածեցին ապագայի մասին, հիշեցին այն ստեղծագործությունները, որոնք պարբերաբար ուղեկցում են, ուժ են տալիս, ոգևորում են, տխրության պահին են հասնում։ Հուսամ, որ հաճելի էր, ջերմ էր, իսկ մենք հանդիպելու ենք վաղը 18:45-ին, դարձյալ ասելու բարև, ես եմ։ Թե աչերս քեզ որոնել Ես կփակեմ մուտքով որ աշխարհում քեզ չտեսնեմ